Բարև ձեզ։ Կարելի է մի պահ գալ ու գնալ։ Մենք հիմա գտնվում ենք Մալիշկա գյուղում։ Անահիտ ջան, ես քեզ ծաղիկներ եմ բերել։ Այսօր Մալիշկայի որդիներից երկուսը Էրոն եւ Արամը տեսնում կողմից եղբայրները զինվոր որոշել են իրենց քույրիկին ուրախացնելով սովորում եմ Մալիշկայի դպրոցում գնանք ու շնորհավորենք մեր շատ սիրված քույրիկի ծննդյան օրը։ Այսինքն պարակմունքներ էլի, լավ սովորեք, հանկարծ ուսուցիչները հարցեր չբռնեք, վերջես մոդայ հանգել էլի։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Բարեկամներ, ընկերներ, հարազատներ, մենք հիմա գտնվում ենք Մալիշկա գյուղում։ Մալիշկա գյուղը շատ մեծ գյուղ է եւ այստեղ բնակեցված են շատ գեղեցիկ ու աշխատասեր մարդիկ։ Այսօր Մալիշկայի որդիներից երկուսը Էրոն եւ Արամը զինվորներ են, ովքեր որոշել են իրենց քույրիկի։ Ալո Էրոս, ասա ախպերս։ Դեպսո 2 րոպեից ես ընդ եմ, Էրոս։ Անփորձանք լինի քո ծառայությունը բարեկամս, բոլոր զինվորների հետ միասին։ Լավ ախպերս։ Ընկերներ, եղբայրները զինվոր որոշել են իրենց քույրիկին ուրախացնելով սովորում եմ Մալիշկայի դպրոցում, դպրոցներից մեկում դպրոցի համարը մոռացել եմ, կներեք մալիշկեցիներ, 2 դպրոց կա Մալիշկայում, մենք գնում ենք ոչ ռուսական թեքումովը, հիմա գնանք ու շնորհավորենք մեր շատ սիրված քույրիկի ծննդյան օրը, ծաղիկ տանենք հասցնենք զինվոր եղբայրների կողմից եւ շնորհավորենք, ուրախացնենք նրան, զինվորների քաջությունն ու տոկունությունը փոխանցենք մեր քույրիկին, որ նա համբերություն ձեռք բերի եւ սպասի տարի մի քանի ամիս, որ իր զինվոր եղբայրները գան ու գրկեն իրեն։ Այո, գնանք ու շնորհավորանքները հասցնենք տեղ, իսկ կադրերում չկնաղագեղ Մալիշկա գյուղն է։ Ընկերներ, նկատենք, թե ինչ հրաշագեղ տեսարաններով է պատված Մալիշկա գյուղը։ Հրաշք է ուղղակի։ Նորաստեղծ ճանապարհ է սա, նոր ասֆալտ է, կարող ես բավականին սահուն ընթանալ ու անվտանգ։ Տեսեք, առանց մեքենան ջարդրտելու դու կարողանում ես ստեղծագործել ու գնալ առաջ։ Հաշված վայրկյաններ հետո մենք կհասնենք դպրոցին, կգնանք զինվորի, հպարտ զինվորների քույրիկին շնորհավորելու ծննդյան առիթով։ Անահիտ Դավթյանի ծննդյան օրն է այսօր։ Անահիտ Դավթյան, դու չես էլ պատկերացնում, որ հենց հիմա քեզ համար գալիս ենք հասնենք դպրոց։ Դպրոցի տնօրենն է ընկեր Մարգարյանը։ Այո, Մարգարյանները միշտ տնօրեն են ու օգտակար մարդիկ։ Կա Ձյանանց տեղա։ Անահիտ։ Ինչ եմ ես անները խառնում։ Բարև ձեզ։ Անահիտի տեղով գիտի։ Անահիտի տեղը։ Դավթյան Անահիտի։ Այդ շատ լավ է որ դուք գնացինք։ Հա, բարի օր ձեզ։ Վայ, ախպեր, այսքան եք սպասում, թե պրոստը պատահական եկաք, կայնացեք եկաք։ Լավ ես։ Լավ, գնացինք։ Գնում ենք առաջ, գնում ենք տոն տարածենք։ Ձեր դպրոցը ոնց էր, երկրորդ է, հա, թիվ 1 դպրոցը։ Կիրուկի։ Բարի գալուստ դպրոց այստեղ Մալիշկայի դպրոցում հարգում են ուսուցիչներին, ուսուցչուհիներին, սիրում են եւ ընդունում են որպես երկրորդ ծնող։ Հա, տենց է, չէ, ասեք այո։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ եք, լավ։ Շնորհակալ։ Ահա, այսպես։ Մի ժամ ինչ է։ Օ, ճանապարհները ծանրաբեռնված էին, դրա համար ենք ուշացել։ Բարև ձեզ։ Մի անգամից մեր հերոսների մոտով անցնենք ու գնանք Անահիտին շնորհավորելու։ Մալիշկա գյուղի հերոսներն են։ Բարև ձեզ։ Կարելի է մի պահ գալ ու գնալ։
Անահիտ, մի անգամից Անահիտը արդեն հասկացավ ինչ է կատարվում, ծափեր տվեք եղեցիք, բարի ու սիրուն ծափեր, Անահիտ ջան, ես քեզ ծաղիկներ եմ բերել։ Հարազատ քույրի Կողմից։ Զինվոր աղբերների, Արամի եւ Երիկի կողմից քեզ շատ սիրում են, լավ լինես Գալու են հասնեն ստեր։ Այսի պարակմունքեր էլի, լավ սովորեք, հակարծ ուսուցիչները հարցեր չբռնեք վերջես մոդայ հանգ էլի, հա, լավ։ Շնորհակալ ենք, ապրեք, ընկերացինք, տեսար ինչ հետաքրքիր էր։ Աղբերս, էդ ասեի հեծանվորդների մոտ, հեծանվորդների պետք է նկարեի, այսօր։ Լավ մնացեք տղմեր ջան այ։ Ընկերներ, հենց առաջին դպրոցի մոտ կանգնեցված է համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան։ Հուշարձանը հենց հաղթական սովետական բանակի հայ զինվոր է։ Մալիշկեցի հայ զինվոր։ Տեսեք։ Ընկերներ, անփորձանք ծառայություն մեր բոլոր այն քաջերին, ովքեր գտնվում են զինված ուժերում եւ պաշտպանում են հայրենիքը։ Առանց խտրականության բոլորին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ իրենց օջախներ, միշտ ուրախ լինեք, քաջ եւ ունենաք անկոտրում ոգի։ Իսկ մենք շարունակում ենք մեր գեղեցիկ ճանապարհը դեպի հեծանվազք, որտեղ այսօր մեր մոնտաժիստ Հովհաննես Առաքելյանը վերցրել է մի հեծանիվ, բայց շախի նման միականի չէ, երկուականի, նորմալ տեղին հեծանիվ ու անցնելու է 24 կիլոմետր ճանապարհ։ Մենք էլ գնում ենք նրան ոգևորենք, որ առաջի տեղ բռնի, խոստացել է, որ բռնելու է առաջի տեղ։ Խոսք է տվել։ Վարդան, գնացինք։